Դրա ժամանակը չի Մալխաս։ Դրան բերեք ստե։ Դուք կարաք գնաք, Ռաֆո։ Լավ։ Ես միշտ վստահել եմ քեզ, Բուչ, ու ոչ միայն իմ, նաև ընտանիքիս կյանքը։ Ու այսօր պարզվում է, որ դու կռիս ես։ Թունավոր օձ, որը սպասում է տիրոջ հրամանին, որ սպանի։ Խոսարա! Ես ուրիշ ձև չունեի, գողո։ Ես հիմա գիտեմ, թե դու ինչ ես ասել։ Որ ջոկերը քեզ սպառնացել է, թե կսպանի բոլոր հարազատներիդ ու նման բաներ։ Ես մարդկայնորեն քեզ հասկանում եմ։ Բայց դու պետք է իմ մոտ գայիր, երբ այդ կլոնը դուրս էր եկե քո վրա։ Ես ուզում եի, գողո, բայց կողմին ընտանիքիս կյանքն էր։ Երբ է այդ առաջի անգամ քո այդ կոնտակտի մեջ մտե։ Մոտ մի ամիս առաջ։ Կոնկրետ ինչ հրահանգ ես դու ստացել։ Ինչ ֆունկցիա պետք է կատարես իմ մոտ։ Շաբաթը 2-3 անգամ զանգում է ինձ հարց-փորձ անում, թե ով գնաց, ով եկավ քո մոտ, ինչ խոսացիք ու ինչի մասին։ Իսկ չի ասել, թե երբ պետք է հովոյին սպանես։ Նման խոսակցություն չի եղել, Մալխաս։ Դու ես ծակե մաշնիակը, որ ուշ հասնեք այրոպորտ, երբ պետք է դիմավորեիք Անահիտին ու երեխեքին։ Հա։ Դու գիտեիր, որ այդ անասունը կարող է մտածածը լի, որ վերացնի ընտանիքս, ու դու գնացիր այդ քայլին, Բուչ։ Սրան պետք է մասսայական սատկացնենք, որ մնացածի համար դաս լինի։ Կա ինչ-որ գրաֆիկ, որ նա կապի մեջ է մտնում քո հետ։ Չէ, ուղղակի զանգում է ինձ շաբաթը 2-3 անգամ։ Այդ արդեն իմացանք, ուրիշ բան ասա։ Հանգիստ, Մալխաս։ Դու նստի։ Դու հիմար մարդ չես, Բուչ։ Դու շատ լավ գիտեիր, թե քեզ ինչ է սպասվում, եթե քեզ բացահայտենք։ Գիտեի, հողո, ու պատրաստ եմ դրան հավատալ։ Ես մենակ ընտանիքի ձեռք չտակ։ Դու այսքան ժամանակ տեսել ես, որ մենք սխալի համար ընտանիք պատժենք, արա։ Չես զգում, որ դուրս ես տալի։ Հիմա ինձ լսի, Բուչ։ Մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնած։ Ըստ մեր օրենքների ես քեզ չպետք է խնայեմ, որ ուրիշների համար դաս լինի։ Ու եթե ես դա չանեմ, վարակիչ ազդեցություն կունենա ուրիշների համար ու կդիտվի որպես թուլության նշան։ Բայց մյուս կողմից ես մասսագործ չեմ։ Դու շատ մեծ սխալ ես գործել։ Բայց դեռ քո կյանքը առջևում է, ջահել ես, ու ես չեմ ուզենա խղճիս վրա մի հատ սպանություն ավելացնել։ Ասա ինչը պետք է անել, ու ես կանեմ, հողո ջան։ Որ դու ջոկերի համար ես աշխատում, շատ քիչ մարդ գիտի, ու դա տենց էլ կմնա։ Բայց մի պայմանով։ Ջոկերը առաջվա պես կշարունակի մտածել, որ դու իր համար ես աշխատում, բայց դու իրան կհայտնես այն ինֆորմացիան, որը մեզ է հարկավոր։ Կանեմ, ինչ պետք է կանեմ, հողո։ Իսկ կարող է ջոկերի այս խոսակցության մասին հանգարց իմանա։ Չէ, Մալխաս չի իմանա։ Երդվում եմ իմ բոլոր ծրբություններով։ Ես քո վերջին շանսն է, Բուչ։ Ու եթե դու ես անգամ էլ ինձ հիասթափեցրիր, այս աշխարհում քեզ էլ ոչ մի բան չի բերնի։ Հեռախոսը դա վերցրու։
Ջոկերն է փակամարոզում։ Բարձրախոսը միացրա ու խոսա, բայց խոսա առանց նապրյակի։ Ալո։ Ես քեզ նախազգուշացրել եմ, որ ինձ չսպասեցնես, երբ զանգարում եմ։ Դա ինձ նյարդայնացնում է։ Մոտս մարդ կար, չէի կարա պատասխանել։ Իսկ մի ժամ առաջ անհասանելի էիր։ Շեֆի հետ էի անջատելի, որ չկասկածեր։ Ում հետ է այսօր Հովիկը հանդիպել։ Մալխասն է եկել, հստած խոսում են։ Ուրիշ նորություններ կան, որ ես պիտի իմանամ։ Չէ, չկան։ Լավ։ Նույն ձևի շարունակի ու ամեն ինչ լավ կլինի բուչ։ Հիմա գնա, բայց ես քանի օր է մոտս կմնաս։ Լավ, Հովիկ ջան։ Սրան չի կարելի վստահել, ովը։ Մի անգամ անողը երկրորդ անգամ էլ կանի։ Իսկ ես չեմ էլ վստահում, Մալխաս։ Ես արդեն հանձնարարել եմ, որ Բուչի հեռախոսը միացվի մեր հեռախոսներից մեկին, ու մենք կլսենք, թե ում հետ է խոսում ու ինչ է խոսում։ Աստորեն Արշակին հաջողվել է Երեմի վստահությունը գրավել Միրո։ Ու հիմա նա աշխատում է նրա մոտ։ Այդ միակ լավ նորությունն է այս վերջի շրջանում։ Ես չէի ուրախանա քո տեղը Միրո։ Ես վստահում եմ Արշակին, Արմեն։ Խոսքը $1 միլիարդ մասին է Միրո։ 1 միլիարդ, որի կողքին չես կարող հավասարության նշան դնել։ Աշխարհում չկա մի մարդ, որ նման աստղաբաշխական թվերի դիմաց թեկուզ իր ամենակարացած համոզմունքները չփոխի։ Արմեն, քո մոտ ինչ տպավորություն է թողել Արշակը, մենակ թե անկեղծ։ Մարդ հանելուկ, Միրո։ Դրան գումարած, որ նրա հոգեկան աշխարհում ամեն ինչ չի, որ նորմալ է։ Դու շատ ճիշտ բան ասացիր, Արմեն, շատ։ Եթե Արշակը սովորական մարդ լիներ, ես նման մտավախություն կունենայի, բայց իր ներքնաշխարհում ինչ-որ մի բան են չի։ Ես մի անգամ նրան այս վիճակում եմ տեսել, որ դու չես կարող պատկերացնես։ Հիշում եմ, որ մի անգամ նրա մոտ ներս մտա։ Հերո գնացիք։ Հերո գնացիք։ Մոտ չգաք։ Չկպնեք ինձ։ Հերո։ Հերո։ Չկպնեք ինձ։ Չեմ գա։ Մոտ չգաք։ Մոտ չգաք։ Չկպնեք ինձ։ Մոտ չգաք։ Մոտ չգաք։ Մոտ Միրո! Մոտ չկպնեք ինձ։ Միրո! Ասա թող ինձ մոտ չգան, հա? Ասա թող ինձ չկպնեն, Միրո։ Միրո, ես վախենում եմ։ Միրո, մենակ դու կարող ես ինձ օգնել։ Հեռո! Ճիշտ է, ես չգիտեմ, թե ինքը իր հոգու մութ անկյուններում ինչեր է տեսնում, բայց ինքը վստահ